Այն անդրադառնանք այս սանկցիաներին, կխնդրեմ այս մասով, հա, գյուղմթեր... Ինչ վերաբերում է, թե ինչ է լինելու, երբ որ ԵԱՏՄ-ն հանկարծ որոշում կայացնի, տեսեք ինչ է ասում պարոնը, ասում է, որ ոչ ոք իրավունք չունի մեզ հեռացնելու ԵԱՏՄ-ից, որովհետև այդպիսի կարգ չկա, բայց կարգ չկա նաև այն առումով, որ ինչ ուզես այն էլ անես, չէ որ կան կանոններ, կան հասարակ տրամաբանություն, որ եթե դու ստորագրել ես համաձայնագիրը ԵԱՏՄ կազմում կատարելու այդ պարտավորությունները, դու այդ պարտավորությունները պետք է կատարես։ Եթե դու համաձայն չես այդ պարտավորությունները կատարելուն, դու ինքդ պետք է հրաժարականը տաս, հեռանաս, որովհետև այս կիսահղի վիճակ չի լինում, եղբայր։ Կամ հղի ես, կամ հղի չես։ Եվ այս պարագայում պարզ է, որ այն մարդիկ ասելու են ուզում ես օգտվես մեր պրեֆերենցիաներից, մենք դրան համամիտ չենք եւ հետնել ուրեմն թշնամական քայլեր կատարես։ Որքան ես լսեցի, ախի քարտուղարը ուրեմն գնում է նաեւ այն ժողովին, որտեղ որ ուրեմն Ուկրաինայի վերածնունդի հետ կապված եւ այլ։ Հիմա հարց է առաջ գալիս, կամ դուք բարեկամ եք Ռուսաստանի հետ եւ դաշնակից եք, կամ դուք վերջապես դաշնակից չեք, բարեկամ չեք, թշնամի եք։ Նրանք այդպես են ընկալում։ Ձեզ չեն էլ հարցնում ոնց ընկալենք։ Ձեր գործողություններով են որոշում։ Դուք որոշում եք, որ Զելենսկին Երևանից կարող է այդպիսի հայտարարությամբ հանդես գա, Մոսկվայում դա գնահատում են որպես թշնամական քայլ։ Եվ դրան համապատասխան քայլեր են անում, ձեզ դուր չի գալիս, շատ լավ, այդ դեպքում հրաժարվեք ամբողջովին նրանց հետ հարաբերություններից, ոչ թե ասեք, չէ, ես ԵԱՏՄ-ից դուրս չեմ գալիս, որովհետև բավական լուրջ ուրեմն օգուտներ ունեմ, բայց այդ հապկից դուրս եմ գալիս կամ չեմ դուրս գալիս, էլի որովհետև ես եմ տես որոշել։ Այդպիսի բան հնարավոր չի, ուշ թե շուտ այդ խնդիրը պետք է ուրեմն լուծվի։ Հիմա տեսեք, սանկցիաներ են, թե սանկցիաներ չեն, դա էլի նորից Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների որոշումն է ձեր քայլերին համապատասխան։ Ռուսաստանը այդպես է ընկալում։ Ձեր քայլերին համապատասխան ինքն է գործողություններ անում։ Իր պատկերացմամբ, նորից եմ կրկնում, դուր չի գալիս, որոշեք թե ինչ պետք է արվի։ Որովհետև Եվրոմիությունը ձեզ չի սպասում, Եվրոմիությունը ձեզ չի հրավեր ուղարկել եւ անգամ եթե դուք այդ ճանապարհին գնաք, որ իբր գաք համապատասխանեք նրանց ստանդարտներին, դա տասնյակ տարիներ են, եթե այդ լավագույն ձևանն եմ ասում։ Բայց ժողովուրդը այսօր է ուզում ապրել։ Տեսեք ինչ է կատարվում, այսօրվա իրավիճակը ինչպիսին է։ Գները փոխարենը իջնեն ահռելի թանկացում է գնում ամբողջ շուկայում եւ դրա հետ մեկտեղ ուրեմն գյուղացին մեծ կորուստներ ունի, որովհետեւ չի կարողանում իրացնել իր արտադրանքը եւ երկար չի տևելու այս ամենը։ Որովհետեւ ինչքան էլ դուք փորձեք թվեր բերել թե 16 տոննա, չգիտեմ, այսինչ է ուղարկեցինք, այն ինչը Վրաստան ավելացրեց ծաղիկի գնելը եւ այլն, լավ, հասկացանք։ Հիմա եթե այդպես եք դուք շուկաները նոր ձեռք բերելու, դե ուրեմն շատ լավ է, էլի, դուք գիտեք, որ շուկա կորստելը կարևոր չի, կարևորը թե որտեղ կարող եք մի փոքրել այդտեղ ձեր ոտքը գցել, որպեսզի ինչ որ ձևով արդարացնեք ձեր քայլերը։ Բայց հետո տնտեսական զարգացման օրենքներ կան։ Այդ տնտեսական զարգացման օրենքները խախտված են արդեն հիմա։ Եւ կրկնում եմ, եթե հիմա ԵԱՏՄ երկրները, հատկապես Ռուսաստանը, իր շահերից ելնելով, որոշի, որ վառելիքը այլևս այս գնով չեն տալու, ցորեն այս գնով չեն տալու, իրենց ներքին շուկան սահմանափակելու են ձեր արտադրանքի համար, մեղավորը դուք եք։ Եվ այդ պարագայում է, որ ժողովուրդը հասկանալու է, ինչ իշխանություն ունի եւ հիմա շատ արագ նրանք ովքեր որ ձայն տվեցին իբր քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ հենց Նիկոլ Փաշինյանին, հիմա արդեն մտածում են թե ինչ արեցին, գլխներին տալիս են թե ինչ արեցին։